Կարծես երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ընտրական գործընթացների շուրջ զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ողջունում եմ մեր տաղավարում։ Ժողովրդավարության կարևոր բաղադրիչը ազատ արդար ընտրություններն են, իսկ դրա համար կարևորվում է ընտրական համակարգի շարունակական բարելավումը։ Սկսած 2021 թվականից թիմ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Տեղական մակարդակում այն արդարացրեց, թե ոչ։ Եթե դիտարկենք պրակտիկան, գործնականում եւ ելնելով տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից համամասնական համակարգով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, անգամ նույնիսկ Երևանի ավականու ընտրությունների փաստը կարող ենք ասել, որ իհարկե մի կողմից համամասնական ընտրակարգը նպաստավոր գործոն է հանդիսանում, որպեսզի քաղաքական կուսակցությունները որպես ինստիտուտ հանդես գան, որտեղ իրենք են ձևավորում իրենց թեկնածուների կազմը, այնուհետև քվեարկության արդյունքների հիման վրա արդեն ձևավորված ավականում հնարավոր դաշինքների կազմումը, եթե որևիցե մեկը չի ստացել ձայների առավելություն եւ այլն, բայց իրականում տեսնում ենք, որ ցավոք սրտի քաղաքական կուսակցությունները համայնքային մակարդակներում եւ հատկապես փոքր համայնքներում կայացած չեն եւ շատ ձևական բնույթ է կրում անգամ այդ կուսակցությունների անվանմամբ հանդես գալը, նկատի ունեմ կազմում ընդգրկված մարդկանց որպես կուսակցական հանդես գալու այդ վարքագիծը, ել չեմ խոսում, որ շատ հեշտությամբ նույնիսկ անցումներ են կատարում ընտրվելուց հետո մի կուսակցությունից դեպի, ասենք թե անկախ պատգամավորի կամ ավականու անդամի, այդ ուզում ասեմ անգամ ազգային ժողովում է նման երևույթները, որ իհարկե չեն կարող այլ կուսակցության խմբակցության մեջ ընդգրկվել, բայց որպես անկախ պատգամավոր հանդես գալու այդ տարբերակը կա, անկախ ավականու անկախ անդամի ուրեմն հանդես գալու տարբերակը կա, այնպես որ կարող ենք ասել, որ պրակտիկայում իհարկե դեռևս շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, ես չեմ կարող ասել ինչքան երկար, մինչև քաղաքական կուսակցությունները կայանան համայնքային մակարդակում, այսինքն այս տեսակետից համայնքների խոշորացման, արդյունքում երբ որ ավականու ընտրությունները կազմակերպվում են համամասնական սկզբունքով, ինքը կարևոր նախադրյալ է, բայց դեռևս բավարար չէ, որպեսզի մենք համոզված ասենք, պնդենք, որ իրապես գործ ունենք կայացած կուսակցական համակարգի հետ կամ դրանք որոշիչ նշանակություն ունեն եւ մի փոքր ավելացում առանձին համայնքներում անգամ մենք նկատեցինք եւ արձանագրեցինք, որ ավականու ընտրությունները, եթե նույնիսկ գնահատում ենք ազատ եւ արդար, դա երաշխիք չի, որ արդեն ձևավորված կամ ընտրված ավականու կողմից համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հարցերը հարթ գնան, որովհետև մենք դա արդեն որակել ենք որպես իշխանության զավթում տեղական մակարդակում, երբ որ տարբեր ուժային մեթոդներով, տարբեր մանիպուլյացիաներով, ստեղծում էին դաշինքներ կամ ձայների անցում էր կատարում մի կուսակցության ցուցակից անձանց մյուս անձանց ցուցակի եւ կարճ ասած այստեղ որևէ սկզբունքային դիրքորոշում, թիմային դիրքորոշում, քաղաքական կամ կուսակցական դիրքորոշում որպես այդպեսին արդեն գոյություն չունի։ Այդուհանդերձ ընտրական օրենսգրքի փոփոխությունները որքանով են նպաստել քաղաքական դաշտի կայացմանը եւ կուսակցությունների դաշինքների հավասար մրցակցության ապահովմանը։ Միշտ նման հարց տալիս կամ երբ որ լսում եմ նման հարց, ակամա միշտ որպես օրինակ եմ հիշում, ասենք, պատկերացրեք, արդյոք երաշխիք էր կամ երաշխիք հանդիսացավ Ենթադրենք Միացյալ Նահանգների սահմանադրությունը, որ այդ երկրում ռասայական խտրականությունը չլինի,
որի հետ դեմ պայքարը շարունակվեց մինչև 20-րդ դարի 60-ական թվականները, ուզում եմ ասել, որ չպետք է քաղաքական համակարգի կայացման ամբողջ այդ խնդրի լուծումը կապել միայն ընտրական օրենսդրության կամ ընդհանրապես օրենսդրության հետ կապված, դա քաղաքական համակարգի կամ կուսակցական համակարգի կայացվածության համար իհարկե ընտրական օրենսգիրքը կոմպոնենտներից մեկն է, բայց շատ կարևոր է կուսակցությունների մասին օրենքը, շատ կարևոր է քաղաքական մշակույթը, շատ կարևոր է կայացվածությունը հենց կուսակցությունների տեղական մակարդակներում եւ այստեղ շատ կարևոր է նաեւ ծրագրային մոտեցումները, այսինքն ոչ թե ձայների, այսինքն ընտրողների համար ոչ թե եւ ընտրողներն էլ իհարկե մյուս կողմից ընտրողների ինստիտուտը, հա, ընտրողներն էլ կարևոր են, որովհետեւ ոչ թե ղեկավարվեն անձերով, այլ ծրագրերով առաջի հերթին եւ կարողանան գնահատել եւ այդ տեսակետից մոտենան, թե ինչքանով է առաջադրված ծրագիրը իրատեսական, ինչքանով է ծրագիրը կապ ունի իրենց համայնքային խնդիրների հետ, քանի որ հիմա խոսում ենք համայնքային ուրեմն մակարդակում, չնայած կապ չունի, նույնիսկ ազգային մակարդակում դրա հետ կապված հարցեր ունեն եւ ինչքանով կարող է այդ կազմը, կուսակցությունը այդ կազմով կարող այդ առաջարկած ծրագիրը իրականացնելու։ Սրանք իդեալական տարբերակներն են, բայց շատ լավ գիտակցում ենք իհարկե, որ ցավոք սրտի այդ ծրագրերը իրական նշանակություն չունեն եւ կառավարում են, եթե որևիցե մի կուսակցություն հաղթում է, այնպես ինչպես ստացվում է։ Եվ մյուս կարևոր հանգամանքը էլի քաղաքական կուսակցությունների կայացվածության, ուրեմն համայնքային մակարդակներում այդ կայացվածության վրա էական նշանակություն ունի, թե ինչքանով է տեղական ինքնակառավարման ինստիտուտը անկախ գործադիր իշխանությունից։ Սա դուք նշեցիք ժողովրդավարական կարևոր ինստիտուտներից մեկը ընտրությունները, բայց ընտրություններով չի սկսվում ժողովրդավարությունը եւ դրանով էլ չի ավարտվում քվեարկությամբ։ Շատ կարևոր է նաեւ ինստիտուցիոնալ հարաբերությունները կենտրոնական իշխանության եւ համայնքային իշխանության։ Ես դա կոչվում է ժողովրդավարություն կարևորագույն ուրեմն ցուցանիշներից մեկը, որը անվանվում է ապակենտրոնացում։ Ինչքանով կարող է համայնքային մակարդակում կառավարումը իրականացվել անկախ իր լիազորությունների, հստակ իր լիազորությունների շրջանակում գործադիր իշխանության կամքից։ Այսինքն ինչքանով է կախվածությունը գործադիր իշխանության կամքից։ Եվ այս առումով է, որ մենք եթե ուշադրություն դարձնում ենք, շատ քիչ է լինում, ցավոք սրտի այդ ֆենոմենը չհաղթարվեց, որ եթե ազգային մակարդակում որևէ քաղաքական ուժ գերակշռում է, ապա դա պատճենահանվում է տեղական մակարդակներում, թիմերի մակարդակում, որ նույն կուսակցությունը ստանում է գերակայություն նաև համայնքային, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինների, հա, ընտրության արդյունքում իրականում այդպես չի կարող, որովհետև կուսակցությունը 100% ձայն չի հավաքում որևէ ազգային մակարդակով։ Վերջին հաշվով այն ձայները, որ տրվել են այլ քաղաքական ուժերին, դա ենթադրում է, որ այդ այլ քաղաքական ուժեր որոշակի համայնքներում կարող են ունենալ գերակշռություն, հա, այս սրանում է կան, բայց դա որպես կանոն չի աշխատում, որովհետև պարզ ասեմ, Հայաստանում դեռևս ապակենտրոնացումը որպես ժողովրդավարության կարևոր ինստիտուտ, հա, դեռևս կայացած չէ եւ համայնքներում ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված, թիմ օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները ֆինանսական դեռևս ստանում են կենտրոնացված պետական բյուջեից։ Սա կախվածության ուղղակի ցուցանիշ է, չէ՞, վերջին հաշվով։ Պարոն Սաքունց, իսկ ընտրական օրենսդրական փոփոխությունները կամ այլ իրավակարգավորումները որքանով են նպաստել վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրական այլ խախտումների նվազմանը։ Տիկին Հասմիկ, տեսեք, եկեք մի օրինաչափություն, հա, 30 տարվա մեր դիտարկումները, փորձը ինչ-որ մեր իրականության մեջ տեսել ենք։ Միշտ ցանկացած իշխանություն ունի առավելություն մնացած
քաղաքական, այսինքն իշխանությունը կազմող քաղաքական կուսակցությունը ունի դիսկային առավելություն մնացած մասնակից կուսակցությունների համեմատ հանձինս վարչական ռեսուրսների։ Շատ պարզ է։ Եվ խնդիրը դրա մեջ չի նույնիսկ այնքան։ Մեր մոտ քրոնիկ խնդիրը կայանում է նրանում եւ հիմնական խնդիրը, որ պատասխանատվությունը վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրական գործընթացների նորմերի խախտման համար որպես անխուսափելի ինստիտուտ, կայանա։ Այսինքն մենք երբ որ պայքարում ենք ազատ եւ արդար ընտրությունների կայացման համար եւ արձանագրում ենք, հետեւում ենք, որպես դիտորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեր մշտական դիտարկման խնդիրը ինչու՞մ է կայացել, որ վարչական ռեսուրսների խախտումները, հատկապես 2018 թվականից առաջ դա համատարած բնույթ էր, ընտրակաշառքները եւ այլն, ոչ թե որ կատարվում էին, այլ կատարողները պատասխանատվության չէին ենթարկվում, հակառակը հովանավորում էին։ Այսինքն ուզում եմ ասել, այո, ոչ միայն ընտրական օրենսգիրքից բացի քրեական օրենսգիրքը, վարչական իրավախախտումների օրենսգիրքը խստացվեց, ուրեմն խախտումների համար պատասխանատվության աստիճանը, բայց եւ ծավալն էլ խախտումների իհարկե ակնհայտորեն չես համեմատի, չենք կարող ասել ընդհանրենք, որ որևէ համեմատություն, ասենք թե 2000 ամենավերջի, 17 թվականի ընտրությունները թեկուզ 2021 թվականի ընտրությունների հետ, բայց թիմի ընտրություններում նախանցած տարի, անցած տարի մենք տեսանք, որ ինչ որ վարչական ռեսուրսների օգտագործման չարաշահման ավելի ճիշտ այդ միտումներ են արձանագրվում եւ թողնված, այսինքն իրավիճակը բարի կամեցողության վրա, այսինքն պատասխանատվության, որ չեն կանելու խախտումներ, այսպես ասենք, ոչ թե անխուսափելիության ինստիտուտը, որ եթե հանկարծ խախտում կատարվի, թեկուզ փոքր, անպայման դա լինելու է զրո հանդուրժողություն նման խախտումների նկատմամբ, այլ դերևս զուտ բարոյական, այսպես ասեմ, պատասխանատվության։ Դրա համար եկեք մանավանդ Գյումրիի պարագայում շատ հետաքրքիր է իրապես ավելի հանդարտ ռեժիմով, նկատում եմ չկա ակնհայտ այն պատերազմական գործողությունների արդյունքում իրավիճակը, որի մեջ մենք կոնկրետ 2021 թվականին էինք, երբ որ արտահերթ պարլամենտական ընտրություններ եղավ, ավականու Երևանի ընտրությունների փաստարարություններից ունենալով, տեսնենք թե Գյումրիում ինչպես կգնա, եւ մենք պատրաստում ենք իհարկե որպես անկախ դիտորդական առաքելություն իրականացնելու եւ այդ ընթացքում դիտորդական երկարաժամկետ եւ կարճաժամկետ իհարկե ուղղակի ժողովրդավարության կազմակերպության միջոցով կլինի հիմա անկախ դիտորդի տարբեր կազմակերպությունների կողմից ձեռքբերված ֆինանսական միջոցներով այս պահին իրենց միջոցով եւ մենք կհետեւենք, կտեսնենք թե վարչական ռեսուրսների չարաշահման հետ կապված այդ ահազանգերին եւ արձանագրումներին ինչպիսին կլինի վերաբերմունքը քաղաքական իշխանության, իրավապահ մարմինների, ընտրական հանձնաժողովների, այդ ժամանակ կարող ենք քաղաքական ուժերը եւս շահագրգիռ կլինեն։ Ես չեմ կարող նման որոշ, ասենք։ Ես չեմ կարող որոշ քաղաքական ուժեր, գուցե։ Բայց ես չեմ կարող բացառել, որ քանի որ ամեն կուսակցություն շահագրգիռ է իր ձայները մեծ լինի, չէ, եւ իր քվեները շատ լինեն եւ բնականաբար ընտրազանգվածը իր կողմը, ընտրողների իր կողմը գրավելու եւ այդ առումով կախված քաղաքական ուժի բնույթից պատկերացումներից ազատ ընդհանրապես ընտրական ինստիտուտի նկատմամբ դա որոշիչ նշանակություն կունենա թե ինչ գործիքներ, ինչ միջոցներ կձեռնարկեն ընտրողներին իրենց կողմը գրավելու ծրագրային մոտեցումներով թե խոստումներով, թե նաև ընդհանրենք ինչ որ օրենքը
օրենքի խախտման տանող գործողությունների կիրառմամբ։ Չեմ կարող ես ասել առանց տվյալների ուրեմն հավաքագրման, բայց ուզում եմ ասեմ, բացառել, որ կարող են այդ միջոցները կիրառել, չեմ կարող բացառել։ Պարոն Սաքունց, նշեցիք, որ դիմընտրությունները վերահսկելու նպատակով տարբեր դիտորդական առաքելություն են իրականացնում տարբեր կազմակերպություններ, դաշինքներ, այդ թվում անկախ դիտորդ դաշինքը նախորդ դիմընտրություններին մասնակցել է անկախ դիտորդ դաշինքը, ինչպիսի խախտումներ կամ թերություններ է նկատել։ Դրանք ճիշտ ասած Եվ առհասարակ տեղամասի ներսում է եղել, թե ավելի շատ դրսում շրջակայքում։ Միանգամից եկեք խախտում որակումը մի քիչ տարանջատենք ընտրությունների բնականոն ընթացքը ապահովող այլ գործոններից։ Պարզ է, որ առաջի հերթին կարևոր եւ վճռորոշ նշանակություն ունի քվեարկության գործընթացը, տեսեք, մի այլ բան է, նախընտրական քարոզչությունը, այսինքն միջև քվեարկության ընթացքը մրցապայքարը, մեկ այլ բնագավառ է։ Եթե նայենք այդ ելնելով մեր դիտարկումներից, ընդհանրապես տեղամասային ընտրական հանձնաժողովների եւ նրանց նախագահների, քարտուղարների կարողությունը, մասնագիտական, գիտելիքները, ունակությունները ընտրական process-ը կազմակերպելու եւ եղել է։ Իհարկե այդտեղ մտահոգություններ կան, այստեղ լիք սովորելու բան կա, որտեղ շատ պարզ է, որ ընտրական տեղամասում իրավիճակը մթնոլորտը տիրապետելու եւ որպեսզի օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան գնա, մեծապես կախված է հանձնաժողովի անդամների, չնայած նրանք տարբեր կուսակցության ներկայացուցիչներ լինում ազգային ժողովում, ներկայացված կուսակցությունների համամասնությամբ նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներն են ձևավորում, նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովը։ Տեսեք, շատ կարևոր է դրանց կարողությունը, օրենսդրության իմացությունը, բայց իմացությունից բացի նաեւ տիրապետել մենեջմենտը, կառավարել այն իմաստով, որ եղապես բնականոն ընթացքը խաթարող ցանկացած գործողություն կամ վարքագիծ կանխվի եւ իրապես ապահովի օրենքի տառին համապատասխան։ Երկարաժամկետ, ուրեմն, այսինքն նախընտրական քարոզչության ընթացքում իհարկե այստեղ շատ կարևոր է նույնպես այդ ուրեմն ընտրական հանձնաժողովների դերը, որտեղ նրանք կարծես թե միայն ինչ որ ցուցակների հետ կապված հարցեր եւ այլն, այսինքն այդ տեղամասային ընտրատարածքային այդ տեղամասային ընտրական այդ տարածքից, այդ շենքից դուրս ասես անելիքների առումով ոնց որ пассив են, այսինքն ահազանգերի տեսակետից կամ հետևելու տեսակետից եւ այստեղ իհարկե գալիս է ուրեմն պետական մարմինների վարքագիծ, ասենք եթե անենք նախընտրական հավաքին մասնակցում է մի ինչ որ հիմնարկի բյուջետային հիմնարկի աշխատողների գերակշիռ մասը, պարզ չէ, որովհետեւ ենթադրենք թեկուզ ոչ աշխատանքային ուժ լինի, թեկուզ աշխատանքի ժամից դուրս, բայց այդպեսի միահամուռ վարքագիծը, երբ որ բոլորը համատարած մեկ էլ ցանկանում են գնալ ինչ որ տեխնացուի, նախընտրական հանդիպմանը մասնակցելու, դա խիստ կասկածելի է, որովհետեւ չի կարող լինել, ասենք թե մի 50 կամ 100 հոգանոց կոլեկտիվի ընտրողների մոտեցումը այդպես միատեսակ, անբնական է, օրինակ նման անբնական է նաև ընտրության օրը տեղամասում կուտակումները։ Չէ, ոչ թե անբնական, անթույլատրելի է դա արդեն։ Դա արդեն անթույլատրելի։ Եթե հիմա այն կողմը մի մասով ասեցի անբնական այն իմաստով, որ ընդհանրենք նույնիսկ եթե գնա, արդյոք դա դառնում է քննարկման առարկա, դե պարզ է լրատվական միջոցներ են, դիտորդներն են հետարկում եւ այլն, բայց դրա հետևանքը, որ ընդհանրենք արդյոք կիրառվել է վարչական պարտադրանք, որպեսզի աշխատակազմը, կոլեկտիվի անդամները պարտավորված են գնալ, կամ թեկուզ եթե մասնավոր բիզնես է, ասենք թե եւ այդ բիզնեսի ինչ որ կապակցություն ունի որևէ տեխնացուի կամ նրա կուսակցության
ինչ որ կարկառուն դեմքի կամ չգիտեմ ականավոր դեմքի հետ, ապա ինչպես է իրան պահում, հա, եւ արդյոք մենք ունեցել ենք, չէ՞, այդպիսի դառը փորձ, երբ որ ամբողջ ՍԱՍ հանրախանութի աշխատակազմը միահամուր, հա, այսպես նույն վարքագիծն է դրսևորում։ Այդ ձևի մտահոգություններ մենք արձանագրել ենք իհարկե։ Տարածվածությունը իհարկե նույնը չի եղել, բայց երևույթը որպես այդպեսին կա, բայց որոնք են այն միջոցները, հա, որպեսզի նման դրսևորումները միատեսակ վարքագիծը ըստ որից է տեխնացուի, երբ որ մի ամբողջ կոլեկտիվ է դրսևորում, դա խիստ կասկածել եւ իհարկե խոսում է որպես որ ազատ, որտեղ ընտրությունների ազատ լինելու չափանիշը ընտրողը երբ որ ազատ է կարողանում իր կամքը արտահայտել, այդ թվում նաև նման միջոցառումներին մասնակցելու կամ չմասնակցելու տեսակետից։ Ունենք երաշխիքներ, ցավոք սրտի դեռևս չունենք, բարձր մասում, որտեղ ամեն ինչ չէ որ վարչական պատասխանատվության, դա ընդհանրում է հետապնդում, ասենք թե ուսումնասիրություն, հա, փաստագրում, արձանագրում եւ այլն։ Եվ այստեղ իհարկե որոշիչ նշանակություն ունի, պարզ ասեմ, ցանկացած ընտրության ժամանակ, թե կառավարող կուսակցությունը ինչպես է իրեն դիրքավորում խախտումների հետ կապված։ Շատ դեպքերում նախկին ընտրություններում եղել են նախընտրական ցուցապաստառները, որը ուղեկցել են ընտրության օրը։ Նաև ընտրության օրը եղել են ուղղորդող նշաններ։ Արդյոք պատշաճ վերահսկողություն այս պարագայում չի իրականացվել։ Տեսեք, դա մեծ գլխացավանք է, ներկա բան ընտրական օրենսգրքով այդ նախընտրական պաստառներ եւ այլն կարող են մնալ։ Քվեարկության օրի մասին է խոսքը եւ չհանվել։ Այսինքն արդեն ինչ իրենց դերը այսպես կոչված կատարել ավարտել են, հա, ասենք թե դու Բայց ամեն դեպքում դա ուղղորդող նշան է, չէ՞։ Իրենց ուղղորդման ազդեցությունը արդյոք կարիք չկա ընտրական օրենսգրքում կամ այլ իրավակարգավորումներով շտկել այն։ Ես մի բան ասեմ, ընտրողները սովորաբար քվեարկությունից 1 կամ 2 օր առաջ արդեն կողմնորոշված են լինում մեծամասամբ։ Եվ ընդհակառակ ես կարող եմ ձեզ ասեմ, պաստառախեղտ անելը միշտ հակադարձ նույնիսկ էֆեկտն է տալիս։ Այսինքն ինքը կարա ընտրողի մոտ առաջացնի նույնիսկ այն տեսակետից ընդդիմանա, հա, որ ասենք թե հա դե կնեք ժողովրդական զահլիներից տարավ, ասենք թե անդադ Ես միասում ես տեխնացիոնա, այն ես միասում ես այդ նույն տեխնացիոնա, ինչ ալիք միասում ես կամ ինչտեղ մտնում ես, անդադ այդ նույն տեխնա, այդ էլ ունի իր հակադարձ բան, դա չի նշանակում ինչքան շատ ներկայացված է, այդքան ուրեմն նշանակում է ինքը ավելի շատ կարողացել է գրավի։ Խնդիրը նորից եմ կրկնում, դրա մեջ ես խնդիր չեմ տեսնում, պարզ ասեմ, ենթադրենք, որ ինչ որ տեխնացիոների պաստառները կամ ծրագրերը ընդհակառակը ինչքան շատ ճանաչելի եղնեն, հա, որովհետև այնքան ավելի լավ։ Եթե դուք նկատի ունեք, որ օրինակի համար քվեարկության օրը ընտրական տեղամասում լինի, ներսում, այդ դա արդեն իհարկե անթույլատրելի է։ Պատկերացրեք, ասենք թե ընտրողը կամ որևիցե մեկը մտնում է ընտրական տեղամաս ու ինչ որ բան է, քարոզություն անում։ Դա այնքան նուրբ ձևերով կարող լինի, կարող է վերջանից անի որևիցե կուսակցության կամ դաշինքի ծրագիրը ու փոխանցի ասենք թե բանի, չէ, ենթադրենք ընտրական հանձնաժողովի։ Դա իհարկե կարող համարվի որպես քարոզչության փորձ, հա, ասենք թե, բայց դե պարզ չէ, որ այդտեղ վստահված անձիկ ամեն մեկը ինչ որ կուսակցության դաշինքի վստահ։ Հիմա այդ մարդիկ էլ չեն բան, այսպես ասած քարոզչական, հա, բան ունեն, չէ, ընկալում ունեն, որովհետև եթե վստահված անձիկ կան, այդ կուսակցության նշանակում է ինքը, բայց այդտեղ իր ներկայությունը չի էական։ Այդ թե ինչպես է իրեն պահում։ Արդյոք միջամտում է ենթադրենք ընտրողների վարքագծի վրա ընտրական տեղամասից դուրս կամ ընտրական տեղամասի ներսում կամ քվեարկության ընթացքում, հա, կամ հանձնաժողովի անդամների հետ կապված։ Սրանք են կարևոր, գործողություններն են կարևոր։ Պաստառի ինքնին առկայություն գործողություն չի ենթադրում։ Եվ վերջին հարցը, համոզված եմ, որ դուք հետևել եք նախընտրական Գյումրիին, ինչպես կգնահատեք։ Դե ճիշտ ասած մարտի 15-ից է, չէ՞, սկսում նախընտրական բայց վաղուց են սկսել տեխնացիները իրար ընդհանրապես հեռակապանավեճը ընտրություններից առաջ հիմա ես վստահացնեմ, որ օրինակի համար այս պայն Գյումրի ընտրությունների, հա, փուլն է, բայց արդյոք դա
չենք կարող համարել որպես եկող տարի ազգային ժողովի ընտրությունների, հա, նախընտրական այսպես կոչված կոնտեքստի տեսակետից, հա, որովհետև մենք մտնում ենք այս բավական հետաքրքիր ընտրությունների փուլ, հա, բառացիորեն մի տարի հետո նախընտրական, այո, խնդիրը նույնիսկ դա չէ։ Շատ դասական իմաստով կարող եմ ասել, որ հաջորդ ընտրությունները սկսում են արդեն ավարտված ընտրությունների հաջորդ օրը, քվեարկության հաջորդ օրն, իսկ արդեն այդ հաջորդ ընտրությունների համար պայքարը գնում է։ Նվազ, պասիվ եւ այլն, խնդիրը դա չէ, խնդիրը կայանում է ընտրական ազատ եւ արդար ընտրությունների չափանիշների տեսակետից արդյոք հավասար պայմաններ են ապահովում։ Դա հանրային ուրեմն միջոցների մասին է խոսքը։ Ենթադրենք նույն հանրային հեռուստաընկերությունը ինքը հավասարապես մատչելի է բոլոր քաղաքական կուսակցությունների համար անդրադառնալու տեսակետից, որովհետև ոչ միայն այն, որ սահմանվում է, թե ամեն օր տեխնացու առաջադրված կուսակցություններին կամ դաշինքներին ինչքան րոպե է տրամադրվում անվճար եւ վճարովի կամ համայնքի տարածքում ինչ տեղամասեր են հատկացվում քարոզչական պաստառները, խնդիրը վերաբերվում է առնվազն գոնե լուսաբանման առումով, հա, բոլորին այդ հանրային միջոցներից հավասար օգտվելու կամ հանրային միջոցները հավասար մատչելի լինելու տեսակետից եւ այս առումով խտրական մոտեցում չպետք է լինի, թե չէ մյուսը ատելության խոսքը շատ կարևոր է, երբ որ բարձր մեր մոտ այնքան է բևեռացված, ես նկատում եմ լրատվական միջոցներն են, չէ, բաշխված ըստ քաղաքական ուժերի, ինչպիսի բառապաշար են օգտագործում նախընտրական ժամանակաշրջանում, հա, շատ կարևոր որ ծերծ մնա ասելիքը այդ բացի այդ որ հավասար մատչելի լինի հանրային ռեսուրսները, որտեղ հանրային ռեսուրսները բոլորին սա։ Այդ միտումը, որ հանրային ռեսուրսները միայն իշխող կուսակցությանն են, չէ, դա այդտեղ կա իրապես լուրջ մտահոգություն, այլ որ նաև ատելության թշնամանքի, ուրեմն խտրական խոսք, թիրախավորման խոսք, ապատեղեկատվություն իդեպ, հա, եւ այս առումով իհարկե դուք գիտեք, թե ինչքան մեծ նշանակություն ունի նաև սոցիալական ցանցերը, ամենաքիչ կառավարելի եւ կարելի ասել անվերահսկելի են այդ տարածքը եւ այդտեղ իհարկե մենք ունենք լուրջ հարցեր, թե ոնց պետք է կարգավորել, այդքանը մոնիտորինգ անել եւ այլն, դրա համար դա դրված է բարեխոսության վրա, բայց այն փաստերը, որոնք ակնառու են, որոնք արդեն միայն սոցիալական ցանցերով չեն, այլ դրանք ազդում են սոցիալական ցանցերի որոշակի նաև խոսույթի եւ բանի վրա, այդտեղ իհարկե շատ կարող է ուրեմն զերծ մնալ թիրախավորելուց եւ այս առումով իհարկե մտահոգություններ կա, նույնիսկ կրկնեմ, երբ որ հանրային ռեսուրսներ, օրինակ նույն բանում ինչ որ միջոցառումներ լինի հանրային, արդյոք հաշվի առնելով այդ հանրային միջոցառման ուրեմն հաշվի առնելով նախընտրական ժամանակահատվածը այդ հանրային միջոցառմանը հրավիրվելու են բոլոր տեխնացուները, օրինակ համար, հա, կամ ամեն մի դաշինքից մի ներկայացուցիչ այն իմաստով, որ նախ մասնակից դարձնեն եւ մատչելի դարձնեն, հիմա այդտեղ խոսք կտրվի, թե խոսք չի տրվի կամ ինչպես կանդրադառնան, բայց դա նաեւ շատ կարող է վստահության տեսակետից, որ չկա տարբերակված մոտեցում, հա։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, ես հիշեցնեմ, որ ընտրական գործընթացների շուրջ զրուցեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Եթերում երկխոսության լսարաններ, հաջողություն։